Անդադար աղոթք արեք։ Այսպիսի մի աստվածաշնչյան խոսք կա։ Երկու բառ, երկու արտահայտություն, երկու բայ, որոնք շատ կարևոր են։ Մենք բոլորս սովոր ենք, երբ որ Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, պետք է նույն րոպեին կամ նույն վայրկյանին ստանանք։ Բայց երբեմն Աստված մեզ պատվիրում է անդադար աղոթք անել, առանց դադարների, առանց ընդհատումների, առանց կանգնեցումների։ Աստված ուզում է, որ մենք պայքարենք։ Ինչ է նշանակում անդադար աղոթք անել։ Երբ դու մտնում ես պայքարի մեջ, երբ դու մտնում ես ինչ-որ մի բանի մեջ, դու չպետք է դադարես։ Եթե դու դադարես, դու կնահանջես, եթե դու դադարես, դու հետ կգնաս, եթե դու գնաս առաջ առանց դադարի, դու ինքնըստինքյան առաջ ես գնալու, դու ինքնըստինքյան մոտենալու ես Աստծո պատվերին, ինքնըստինքյան մոտենալու ես Աստծո հյուրասեղանին, այսպես ասեմ, ու Աստծոց վերցնելու ես քո աղոթքի պատասխանը, անկախ նրանից թե ինչ է, բացարձակապես կապ չունի թե դա ինչ է, դու վերցնելու ես Աստծոց։ Երբ որ Աստված ասում է անդադար աղոթք արեք, մեզ պատվիրում է Պողոս առաքյալի միջոցով, դա նշանակում է, որ նա օրհնելու է, դա նշանակում է, որ նա տալու է պատասխանը, դա նշանակում է, որ այդ աղոթքին կա պատասխան, ոչ թե ուղղակի մի դատարկ աղոթք, այլ աղոթք, որը որ պատասխան է ունենալու։ Աստված օրհնի քեզ։